Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հոկտեմբերի 23-ն է ու այսօրվա հաղորդման մեջ կխոսենք Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից, կաթողիկոսի եկեղեցու նրա եղբոր վերաբերյալ, կփորձենք հասկանալ թե ինչ գործողություններ սպասենք այդ հայտարարությունից հետո եւ դրանից բացի Էլի մի շարք հայտարարություններ են եղել, որոնք որ արդեն վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ինչի մասին մենք երեք խոսում էինք։ Իմիջիայլոց մենք երեք նաև խոսում էինք այն մասին, թե ինչ սպասենք, ինչ գործողությունների սպասենք Հայաստանի իշխանությունների կողմից, ընդդեմ Կտրիչներ Սիսյանի եւ այդ ամբոստացած քահանաների, եւ փաստացի երեկվա մեր վերլուծությունները շատ ճշգրիտ էին ու այսօր ավելի մանրամասն կփորձենք հասկանալ, թե ինչ սպասենք այդ հայտարարություններից հետո, ինչպես նաև կանդրադառնանք միջազգային կարևոր հարցերի նույնպես վերջում, բնականաբար, միշտ էլ մենք սկզբում անդրադառնում ենք Հայաստանին վերաբերող հարցերի, հետո նոր արդեն վերջում միջազգային հետաքրքիր իրադարձություններին։ Նախքան դա անպայման կոչ եմ անում բոլորին, եթե հնարավոր է ու բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայքի կոջակը եւ կարող եք նաեւ գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Ինչպես արդեն ասեցի, երեք հայտարարությամբ էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանը, շատ հետաքրքիր էր, նա Թբիլիսիից վերադարձավ եւ միանգամից արդեն հետաքրքիր հայտարարություններ եղան, կարծում եմ բոլորդ արդեն ականատես եք եղել այդ հայտարարություններին ու նա մանրամասն կրկին անդրադարձավ Գարեգին II Կտրիչներ Սիսյանի նույն վարքին, ասում է, որ կաթողիկոս կոչվածը Գարեգին աղջիկ ունի թե չունի, այդ հարցը պետք է պարզաբանվի, այսինքն ինքը մինչև հիմա չի արձագանքում եւ որևիցե պատասխան չի տալիս, դե թող ասե չունեմ աղջիկ եւ վերջ, բայց չի ասում, չէ, քանի որ կան փաստեր, որ ինքը աղջիկ ունի, իսկ ասեց նաեւ Փաշինյանը այն, որ իր եղբայրը KGB-ի գործակալ է։ KGB ասելով երևի ՖՍԲ-ն նկատի ուներ, բայց հնարավոր նաև KGB-ի գործակալ է եղել, կոնկրետ թե նախկինը եւ ներկան իրար հետ նկատի ուներ, թե չէ չեմ կարող ասել, բայց քանի որ ժողովրդի մեջ KGB հասկացողությունը շատ է տարածված, երևի դրա համար ասում է, որ իր եղբայրը KGB-ի գործակալն է եւ դրան բացատրություն տրվելու է, թե չէ։ Սա շատ լուրջ իրականում մեղադրանք է, եթե Գարեգին II եղբայրը KGB-ի գործակալ է, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ ահռելի ազդեցություն ունի նա եկեղեցու վրա, ապա բոլորս պատկերացնում ենք հայրաքելական եկեղեցու վիճակը ներկա պահին։ Բայց շատերը նաև խոսում են նույն Կտրիչներ Սիսյանի մասին, որ նա նույնպես գործակալ է, բայց քանի որ Փաշինյանը կոնկրետ մեղադրանքներ է հնչեցնում իր եղբոր հասցեին, սա եւս ավելի ու ավելի հստակեցնում է այն բարկացը, որ եղբայրները գործ ունեն այդ KGB-ական ցանցի հետ։ Փաստացի երկրի վարչապետն է կոնկրետ մեղադրանք հնչեցնում Գարեգին II-ի եղբորը։ Նաև սեռական մոլագարության մասին է Փաշինյանը խոսում ու ասում է, որ ես կյանքս կդնեմ դրանցից մեր սրբությունները ազատելու համար, նա կրկին ասում է, որ եկեղեցին պետք է տարանջատել այդ անհատներից, ինքը որևիցե վնաս չի տա հայ առաքելական եկեղեցուն, քանի որ եկեղեցին իրն է, իր էությունն է, եւ ինքը չի կարող վնասել եկեղեցուն։ Ես դրա մասին վաղուց խոսում էի, սիրելի հայրենակիցներ, որ եկեղեցին մերն է, բոլորինս, նույնիսկ եթե մարդը, ասենք, այլ կրոնի է պատկանում, հիմա վերջերս մոդայիկ է դարձել ցեղակրոն լինելը, չգիտես ինչ լինելը, չնայած ցեղակրոն լինելու համար լուրջ կրոն է պետք ունենալ, այսինքն ըստ իմ պատկերացման կա ինչ որ շատ գրականություն, թե ինչ է իրենց ներկայացնում ցեղակրոն շարժումը, դե ցեղակրոնը Գարեգին Նեժդեի ստեղծածն է, գիտեք, այդ մասին կա գաղափար, բայց հետանոսությունը, երբ ասում են հետանոսենք, ինչ որ գրականություն պետք է լինի, չէ, մահմեդականները ունեն իրենց Ղուրանը, քրիստոնյաները ունեն ավետարանը եւ այդպես շարունակ, բայց հետանոսության վերաբերյալ մենք շատ քիչ տեղեկություններ ունենք միայն աստվածություններ։
Դե չշեղվենք այս հարցից։ Ասածս այն է, որ նույնիսկ եթե հայ ես ու այլ կրոնի ես պատկանում, միևնույն է հայ առաքելական եկեղեցին քեզ համար կարևոր է, քեզ համար սրբություն պետք է լինի, քանի որ 1700 տարի ուղեկցել է քո ժողովրդին, եկել է քո ժողովրդի հետ, մեր մշակույթի եւ պատմության կարևոր մաս է, ճիշտ է, ունեցել է թերություններ, եղել են շատ լուրջ խնդիրներ, նաև բացասական ազդեցություն է երբեմն ունեցել հայ առաքելական եկեղեցին, բայց նաև շատ մեծ դրական ազդեցություն է ունեցել, այդ ամենը եղել է։ Պատմությունը պետք է կրկին ընթերցել, հասկանալ, վերագնահատել ու աշխատել այդ թերությունները ուղղելու վրա, դա լրիվ այլ հարց է։ Այսօր մենք եկել ենք այն իրավիճակին, երբ որ մեր եկեղեցին չի կարող կոնկրետ իրականացնել իր առաքելությունը, իր պարտականությունները, եւ դա գալիս է կոնկրետ անհատներից, որոնք որ զբաղեցրել են ուղղակի եկեղեցականների այդ կարևոր պաշտոնները, հանդես են գալիս եկեղեցու անունից, եւ իրոք մենք չպետք է նրանց նույնականացնենք մեր Սուրբ եկեղեցու հետ, եւ հաշվի առնելով մեր պատմության դարափորձը, նաև այն էջերը, որտեղ որ եկեղեցին բացասական նաև դերակատարություն է ունեցել, եղել են չէ շրջաններ, պետք է հասկանանք, որ դա ոչ թե եկեղեցին է եղել, այլ կոնկրետ անհատների գործողության արդյունքում է այդ ամենը տեղի ունեցել։ Եվ հիմա եւս ժամանակն է եղել, որ այդ ամենը ուղղվի, այդ ամենից մեր եկեղեցին մաքրվի, որպեսզի հիմա 21-րդ դարում մենք կարողանանք կրկին ունենալ շատ ամուր, մաքուր, ազգանվեր, հայրենանվեր իր առաքելությունը իրականացնող եկեղեցի, որպեսզի հաջորդ դարեր անց, երբ որ մեր սերունդները կարդան, թե ինչ է եղել մեր օրերին, համոզվեն, որ մեր ժամանակներում եւս հնարավոր է եղել մաքրել եկեղեցին, ու եթե կրկին կարիք առաջանա ապագայում մաքրել հայ առաքելական եկեղեցին, ես կարծում եմ, որ նաև այս փորձով պետք է առաջնորդվի ապագա սերունդը։ Հույսով եմ այս փորձը բնականաբար դրական կլինի։ Ինչի համար եմ այս ամենի մասին հիմա խոսում ավելի մանրամասն, որովհետև մենք տեսանք, որ Տեր Արամ Քահանա Ասատարյանը արդեն պատարագ է հայտարարել, որ պատարագ է մատուցելու, որին որ մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, նրան կարգալուց են հռչակը, եւ սա երեկվա հայտարարությունները Փաշինյանի եւ սա վկայում է այն մասին, որ կոնկրետ հիմա գործողություններ են սկսվելու այդ անհատների դեմ, ովքեր որ զբաղեցնում են հայ առաքելական եկեղեցու ղեկավար մարմնի պաշտոնը, եւ շատ լուրջ բուրոն գործողություններ կարող է ծավալվեն այդ անհատների դեմ։ Ես նույնիսկ չեմ բացառում նոր ձերբակալություններ ու ինչ որ մեծ հանրահավաքներ, այլ տարբեր ակցիաներ, այսինքն հիմա այդ ամենը կոնկրետ մեկնարկում է, որ եկեղեցու անունից այդ հոգևորականները բարձրաստիճան կոնկրետ կողմնորոշվան եւ գնացին դեպի ընդդիմադիր կոչված 5-րդ չարասյունը, որը որ ղեկավարվում է արտաքին ուժերի կողմից, հստակ ցույց են տալիս, որ իրենք եւս պատկանում են այլ ուժերի ազդեցության տակ են, եւ դրա համար հիմա արդեն կոնկրետ գործողություններ կլինեն այդ անհատների դեմ։ Այսքան այս հարցի շուրջ, սիրելի հայրենակիցներ, հույսով եմ ոչինչ բաց չթողի։ Հետաքրքիր մեկ ուրիշ տեղեկություն եւս ունենք Արամ Արաչինի մեծ ընտանք Իլիկիո կաթողիկոս Արամ Արաչինի հանդիպումից Կանադայի վարչապետ Կարնիի հետ տարբեր հարցեր են քննարկել հանդիպման ընթացքում, Մերձավոր Արևելք, Պաղեստին, Գազա, Սիրիա, Լիբանան, նաև Հայաստանին վերաբերվող հարցեր, իսկ Հայաստանին վերաբերվող հարցերի շուրջ նաև Արցախի մասին է եղել անդրադարձ, ու Արամ Արաչինը խոսել է քաղբանտարկյալների խնդրից, Արցախի նախին ղեկավարության, չգիտես ինչի գերիների մասին այս հաղորդագրության մեջ խոսք չկա, երևի չի խոսել գերիների մասին, նրան մտահոգում է միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրը, իսկ ինձ ոչ միայն նրանց ճակատագիրն է հետաքրքրում, այլ նաև մեր բոլոր գերիների ճակատագիրը, յուրաքանչյուր նորմալ հայի պետք է դա հետաքրքրի, էլի հարցեր է քննարկվել, Արցախահայության վերադարձը, ինքնորոշում, Արցախի մասին է խոսքը, կարգավիճակ,
մշակութային ժառանգություն եւ այդպես շարունակ։ Եվ այստեղ եւս այդ հաղորդագրությունից մենք հասկանում ենք, թե որքան այլ մոտեցումներ ունի Արամ առաջինը, բնականաբար դա միայն իր մոտեցումները չի, տարբեր տեղերից են թելադրվում այդ մոտեցումները, բայց այդ մոտեցումները շատ ավելի համահունչ են Հայաստանում այդ ընդդիմադիր կոչված ուժերի մոտեցումներին, եւ դրանք կոնֆլիկտաբեր մոտեցումներ են։ Նախ կրկնեմ, այդ հաղորդագրության մեջ որևիցե խոսք չկա գերիների մասին, միայն քաղբանտարկյալների մասին, Արցախի ինքնորոշման մասին եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք էլ շատ բան ենք ուզում, ես էլ անձամբ հայ մարդ որպես շատ երազանքներ կարող եմ ունենալ, բայց կարող եմ հիմա հստակ արդեն տարանջատել իմ երազանքները իրականության հետ, այսինքն որ երազանքները կարելի է դարձնել իրականություն, իսկ որ երազանքները այս պահի դրությամբ, կոնկրետ այս պահի դրությամբ անհնար է, եւ խոսել անհնարինի մասին, խոսել այնպիսի հարցերի շուրջ, որոնք որ կարող են ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանին, ես կարծում եմ, որ չափազանց սխալ է։ Պետք է լինեն ինչ-որ ուժեր, որոնք որ աշխատանք տանեն նաեւ Արամ առաջինի հետ, որպեսզի հասկացնեն, թե ինչ հարցեր է ճիշտ քննարկել։ Ճիշտ է, մենք հասկանում ենք, թե ինչ ազդեցության տակ է նաեւ Արամ առաջինը, ես շատ լավ հրաշալի ձևով գիտեմ, որ քաղաքական ուժի, բայց այնուամենայնիվ պետք է փորձենք աշխատանք տանել։ Վերջերս մենք տեսանք, որ Փաշինյանի հետ մի խումբ հոգեվորականներ էին հանդիպում Անտիլիասից եւ կարծես թե նորմալ էր, չնայած որ լարվածություն կա Փաշինյանի եւ Կատրիշ Ներսիսյանի միջև, նույն ժամանակ Արամ առաջինի կողմից կարծես թե ինչ-որ քայլ էր տեղի ունեցել, դրական քայլ, այսինքն բարդ է, այստեղ էլ ամեն ինչ բարդ է, եթե կա այդպիսի դրական քայլ, եթե կան հանդիպումներ, ապա միգուցե հնարավոր է նաեւ աշխատել Արամ առաջին կաթողիկոսի հետ։ Կարևոր է նաեւ կրկին անդրադառնալ եւ հիշել 3 Թբիլիսիում տեղի ունեցող այդ հանդիպումը Մետաքսե ճանապարհ անվան ներքո այդ կարևոր հանդիպումը, որ կազմակերպել էին Վրաստանի իշխանությունները 5-րդ համաժողովներ դա, այդտեղ հնչած հայտարարությունները, ես անդրադարձա դրանց Փաշինյանի հայտարարություններին, Փաշինյանը նաև մանրամասն խոսել է այդտեղ հարավային Կովկասի մասին, որ այդ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը չափազանց կարևոր է բոլոր երկրների համար եւ որևիցե երկիր դուրս չի թողնելու այդ տրանսպորտային կոմունիկացիաներից այնպես, այսինքն չի լինելու, որ հիմա երբ որ բացվեն կոմունիկացիաները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, Վրաստանը դուրս կմնա, չէ, Վրաստանը եւս ակտիվ կարող է ներգրավել եւ ամբողջ տարածաշրջանը կարող է դրանից շահել, դրա մասն էր նաեւ խոսում Փաշինյանը, Ադրբեջանի վարչապետն էր նույն մոտավոր ոգով արտահայտվում, շատ դրական գնահատում այն, որ հիմա արդեն կոնկրետ ապաշրջափակում է տեղի ունենում եւ Ադրբեջանը բացում է Հայաստանի համար, այսինքն բլոկադան է վերացնում Հայաստանի համար։ Հետաքրքիր է, որ նաեւ Ջեյհուն Բայրամովն է հայտարարությամբ երեք հանդես եկել, ասելով որ խաղաղությունը արդեն կայացած փաստ է եւ այնիշ տեղի ունենում արդեն դրա վկայությունն է։ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն եւս հայտարարությամբ է հանդես եկել, որ շատ ողջավորված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերի շուրջ, այդ թվում Ադրբեջանի կողմից Հայաստանի համար ապրանքների տարանցիկության սահմանափակումների վերացման հարցի շուրջ միանգամից տեսակ տեղ է հասել Ալիևի հայտարարությունը, Մագդալենա Գրոնոն է արդեն արձագանքում Փաշինյանի հայտարարություններին չեն անդրադարձել, այսինքն առաջ անկավ Ալիևը այդպիսի հայտարարություն արեց եւ հիմա տարբեր տեղերից տարբեր արձագանքներ կան։ Դրան էր ուզում հասնել Ալիևը, ինչպես ես ասել եմ արդեն մեր նախորդ հաղորդումների մեջ, եւ դա հիմա ինքը արդեն փաստացի ստանում է։ Տարբեր երկրներից էլ կարծում եմ արձագանքներ կլինեն եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը հետ չընկնի այդ ամենից, Հայաստանից հնչող հայտարարությունները, նույն Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները եւս լսելի լինեն
ամբողջ աշխարհում եւ մեր միջազգային գործընկերների համար, ոչ թե միայն Ալիևի խոսքերը, այլ նաեւ Հայաստանից հնչող հայտարարությունները, քանի որ վաղը կարող է Ալիևը արդեն ուրիշ ձև հայտարարություններ անել, որ տեսակ մենք բացեցինք, ապա շրջափակեցինք, բայց Հայաստանը նույն կերպ չի վարվում։ Այսքանը սիրելի հայրենակիցներ Հայաստանին վերաբերող հարցերից։ Հիմա ինչ է տեղի ունենում աշխարհում, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Եվրոպա։ Թրամփի հայտարարություններից ելնելով, փաստացի պարզ է դառնում, որ Թրամփը կրկին հիասթափվել է Պուտինից։ Հիմա կարող է ծիծաղեք շատերդ, կամ ասեք թե այդպես էլ պետք է լիներ, նոր բան չկա այդ հայտարարությունների մեջ, բայց Թրամփը ասում է, որ միշտ հեռախոսազրույցները շատ լավ են ընթանում, մի քանի օր ինքը տպավորության տակ է լինում այդ հեռախոսազրույցներից հետո եւ հետո հասկանում է, որ կրկին իրեն խաբել են։ Թրամփը ասում է, որ ինքը շատ հիասթափված է, փաստացի։ Այդ հեռախոսազրույցը լավն էր, բայց դրանից հետո ինչ տեղի ունեցավ, հիասթափված է։ Իրականում ինչ տեղի ունեցավ, դժվար է հասկանալ, բայց տեղի ունեցավ այն, որ Մարկո Ռուբիոյի եւ Լավրովի միջեւ հեռախոսազրույց տեղի ունեցավ եւ այդտեղից երևի թե ամերիկյան կողմը հասկացավ մեկ բան, որ ոչինչ էլ չի փոխվել Ռուսաստանի դիրքորոշման մեջ։ Ինչ ասում էր Պուտինը, դա բլեֆ էր անում, Լավրովի ասածը ավելի շատ է արտահայտում Ռուսաստանի քաղաքականությունը իրականում, քան թե Պուտինի ասածը։ Պուտինը ուղղակի ժամանակ է ձգում, դիտմամբ խոսում է երկար Թրամփի հետ, որպեսզի ձգձգի երկարացնի այս բանակցությունները, որոնք որ ոչինչ չեն տալու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բնականաբար Ռուսաստանը նույնպես ոչինչ չեն տալիս, բայց Պուտինը չի ցանկանում ավարտին հասնել այս պատերազմը եւ սա շատ լավ արդեն հասկացել է նաեւ Թրամփը ու դրա համար արդեն լուրջ պատժամիջոցներ մտցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ, հատկապես նավթային ընկերությունների դեմ, ասում են բավականին լուրջ պատժամիջոցներ են, մեծ պատժամիջոցներ են, Եվրամիությունը եւս նոր փաթեթ է մտցրել պատժամիջոցների եւ հիմա դրանք ավելի շատ լուրջ ձևով են հարվածելու Ռուսաստանի տնտեսությունը։ Ինչ վերաբերվում է տամագավ խրթիռներին, Թրամփը ասում է, որ մենք հիմա չենք տրամադրում դրանք, քանի որ 6 ամիս է պահանջում ուկրաինացիներին, որպեսզի նրանք սովորեն թե ինչպես կարելի է օգտագործել այդ հեռահար հրթիռները, բայց նրանք ամերիկացիները չեն ցանկանում հիմա իրենց ձեռքերով արձակել այդ հրթիռները Ռուսաստանի ուղղությամբ։ Այսինքն ասում է, որ մենք չենք այս պահի դրությամբ այդ հրթիռները օգտագործելու Ռուսաստանի ուղղությամբ, բայց ակնարկա որ կարող է սովորացնենք ուկրաինացիներին եւ 6 ամիս անց կարող է Ուկրաինան արդեն օգտագործի տամագավ հրթիռները ընդդեմ Ռուսաստանի։ Երևի այստեղ կա հետքայլ եւ դա պայմանավորված է այնուամենայնիվ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցով։ Թրամփը նաեւ ասում է, որ ինքը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը Բուդապեշտում, տարբեր հայտարարություններ են գալիս։ Վաղը կարող է կրկին ասեմ, որ չէ հիմա հանդիպում ենք, բայց այս պահի դրությամբ մենք ունենք այս հայտարարությունը, որ ինքը արդեն չեղարկել է այդ հանդիպումը Պուտինի հետ։ Իրականում այդ հանդիպումը Պուտինի հետ շատ էլ մշուշոտ էր, ոչ ոք չգիտեր կոնկրետ ժամկետների մասին, ամերիկյան կողմը ասում էր հաջորդ շաբաթ, հետո ռուսները ասում էին շաբաթներ անց, ու մենք տեսանք, որ այդտեղ եւս կային տարաձայնություններ։ Այսինքն այսօրվա իրավիճակից ելնելով մենք ունենք այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ մտցրին Ռուսաստանի նկատմամբ, բայց նույն ժամանակ տամագավ քարտիների տրամադրումը չեղյալ համարվեց։ Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է տալ գնահատական, բայց կարծես թե Թրամփը օրեցօր ավելի ու ավելի լավ է հասկանում, որ Պուտինի հետ բանակցությունները ոչինչ չեն տալու իրեն եւ դրանք դարձել են անիմաստ։ Այս պահի դրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։